Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել մի կարևոր թեմայի շուրջ, վերջի բարեփոխման մասին, որը որ դարձել է գլխացավանք, լուրջ խնդիր, ինչպես բնակչության համար, ովքեր որ ստանում են անվճար դեղորայք, այնպես էլ դեղատների համար, մանրածախ վաճառքով զբաղվող դեղատների համար։ Խոսքը վերաբերվում է սիրտանոթային համակարգի և շաքարային դիաբետի դեղերի օֆերտայով փոխհատուցման մասին, որը որ առողջապահության նախարարը շատ այսպես բարձր լրատվությամբ պատմում էր, որ մենք մտածում ենք մեր բնակչության համար, փորձում ենք անել այնպես, որպեսզի բնակիչները ստանան այդ դեղորայքը իրենց ցանկությամբ, իրենք ընտրեն այն դեղորայքը եւ այլն։ Եվ այս ծրագիրը մեկնարկեցին ապրիլի 1-ից, մի քանի օր հետո դեղատները միացան, փորձում էին աշխատել, որոշակի դեղորայքներ կար, որը որ թանկ էր իրականում մեծածախ ձեռքբերումից քան փոխհատուցումը, անգամ ես նամակ էի պատրաստել, որ առողջապահության նախարարությանը գրեմ, որ այդ մի քանի դեղերը գները փոխեն, եւ ինչ է ստացվում, ամսի 9-ին առողջապահության նախարարությունը նոր վերափոխված հրաման է ուղարկում դեղատներին, որտեղ դեղերի գները կտրուկ-իջացնում է, այսինքն փոխհատուցման գները, հա, ոչ թե դեղերի, ինչպես նաև համահանում է համավճարը։ Դրան զուգահեռ մեծածախ ընկերությունները կտրուկ բարձրացնում են այն դեղերի գները, որոնք որ ամենաշատն են վաճառվում այս ցանկով, այս անվճար տրամադրվող, եւ ինչ է ստացվում, որ դեղատները օրինակ դեղը գնում են 1000 դրամով մեծածախից, բայց առողջապահության նախարարությունը իրեն փոխհատուցում է ընդամենը 600 դրամը։ Եվ ստացվում է հերիք չի, որ տնտեսվարողը, որը շահույթ հետապնդող են բոլոր դեղատները, որոնք սեփական են, ոչ մի խնդիր եւ կապ չունեն առողջապահության եւ պարտավորություն, հերիք չի եկամուտ չունեն, մի հատ վնասով պետքա փոխհատուցեն նախարարի հրամանով ստեղծված դեղորայքների ցանկը։ Եվ ինչ է ստացվում։ Քաղաքացին գնում է դեղատուն, ուզում է այն դեղատները, որոնք որ կան այդ ցանկի մեջ դեղը, այն դեղը, որը որ պարտավոր է պետությունը անվճար տրամադրել քաղաքացուն, եւ այդ դեղատունը պատասխանում է, որ ես ձեզ չեմ կարող տալ այս դեղորայքը, որովհետև նախարարությունը ինձ տալիս է ընդամենը 500 դրամ, բայց ես ձեռք եմ բերել այս դեղը 800 դրամով, 1000 դրամով եւ այլն, եւ առաջանում է մեծ կոնֆլիկտ քաղաքացու եւ դեղատան աշխատակցի միջեւ։ Եվ ամենակարևորը, հասկանալի է, թե ինչու են սա արել, հասկանալի էր նաեւ երեք ինչու են մեծածախ դեղատնային դեղերի վաճառքով զբաղվողները հավաքվել առողջապահության նախարարությունում։ Ինչ է ստացվում։ Մեծածախ դեղերի վաճառքով զբաղվող ընկերություններից մեծ մասը, շատերը, ունեն նաև մանրածախ դեղատնային ցանցեր։ Եվ քանի որ իրենք ներկրող են, իրենք կարողանում են օֆիցիալ գրանցված դեղորայքին զուգահեռ բերել նաև չգրանցված նույն անուն դեղորայքը, որի ինքնարժեքը բավականին էժան է։ Եվ իրենք գուցեև նախարարի հետ համաձայնության գալով այս իրավիճակը ստեղծում են, որի արդյունքում մանրածախ տնտեսվարողները, որոնք որ ցանցային չեն, այսինքն սովորական դեղատները, կսկսեն քիչ-քիչ հրաժարվել այս ծրագրից, եւ այս ամբողջ պետության դեղերի համար նախատեսված գումարը կգնա մեծածախ այն ընկերություններին, որոնք որ ունեն դեղատնային ցանցեր։ Ստացվում է, որ մի տնտեսվարողը պետության գումարների հաշվին մի քանի անգամ նույն դեղից եկամուտ է ստանում, ավելին, դրանով խթանում է առողջապահության նախարարը լևի դեղին, այսինքն զարտուղի ճանապարհով բերված դեղերի, իսկ մանրածախ ընկերությունները կհրաժարվեն եւ քիչ-քիչ իրենց տեղը կզիջեն, կառաջարկեն, կասեն եկեք առեք մեր դեղատները, որովհետեւ մեր դեղատները այլևս չեն կարողանում
այս մրցակցային իրավիճակներում աշխատենք։ Այսինքն պետությունը, իդեմս առողջապահության նախարարի, անառողջ պայմաններ է ստեղծում մանր բիզնեսով անհատներին, այսինքն անհատ դեղատների համար ի օգուտ ցանցային դեղատներին։ Եվ ինձ համար տարօրինակ էր երեկվա հանդիպումը, երբ առողջապահության նախարարը դեղերի գրանցումը քննարկում էր մեծածախ ընկերությունների տնօրենների հետ։ Տիկին նախարար, դեղերի գրանցումը դուք պետքա քննարկեք ձեր փորձագիտական ընկերության տնօրենի եւ ներկայացուցչություն ունեցող ընկերությունների հետ, ովքեր զբաղվում են դեղերի գրանցումով։ Ինչ կապ ունի մեծածախ ներմուծողը այդ գրանցման հետ։ Եվ երկրորդը, Հայաստանում կան 165-ից ավել ներկրողներ մեծածախ։ Այդ ոնց էիք ընտրել այդ 10 հոգուն։ Անհասկանալի է։ Ու ամենակարևորը, հետաքրքիրն է, որ այս հարցերի պատասխանը դեղատները եւ քաղաքացիները չունեն, չեն կարողանում առողջապահության նախարարության հետ հանդիպել։ Զանգում են թեժգից քաղաքացին, դեղատան աշխատակիցները։ Թեժգիծը ասում է հավաքեք 4, 4-ը դեղերի վարչության համարն է, հա։ Այնտեղ զանգերին չեն պատասխանում, պագում զանգերին չեն պատասխանում։ Այսինքն, տիկին նախարար, ձեր ենթակայությամբ աշխատող ստորաբաժանումները բացառապես չեն կարողանում իրենց գործառույթները իրականացնել։ Ես ինքս առավոտվանից փորձում եմ հասկանալ ինչումն է խնդիրը, եւ իմ համար շատ տարօրինակ մի իրավիճակ է, երբ որ ձեր ստորաբաժանման ղեկավարը ունի գործավար, գործավարը պատասխանում է, ասում է համարը թողեք, գուցե ձեզ հետ կզանգի գործակալության պետը, գուցե չի զանգի եւ չզանգեց։ Այսինքն ստացվում է, որ ձեր ստորաբաժանման ղեկավարները այնպիսի ամբիցիաներ ունեն, որոնք որ հերիք չի գործավար են պահում, հետնել քաղաքացիների զանգերին ընդհանրապես չեն պատասխանում եւ ընդհանրապես չեն հասկանում ինչումն է բանը այս քաոսի։ Եվ երկրորդ բանը, որ դուք նաեւ այսպես ասած խաբում եք դեղատներին, որոնք որ միացել են այդ համակարգին, որովհետեւ արդեն 3 օր է դուք դեղերի գները փոխել եք, բայց Արմեդ համակարգում մնացել են 5 գները։ Եվ այն տնտեսվարողները, որոնք որ օրինակ մեյլով ուշադիր չեն եղել ձեր ուղարկած նոր հրամանը, որը ի դեպ ստորագրված տարբերակ չէր, ուղղակի երևի նախագիծն էին ուղարկել, կամ օրինակ տեխնիկական պայմաններով մեյլը չի հասնում, նրանք շարունակում են դեղերը տրամադրել 5 գներով, որովհետև Արմեդում 5 գները փոխված չի։ Եվ երբ զանգում ես Արմեդ եւ ասում ես 5 գները չեք փոխել, արդեն 3 օր է, դուք ավելի ցածր գինեք մեզ փոխհատուցում, Արմեդում պատասխանում են, ասում են դա մեր խնդիրը չի, դա պագի խնդիրն է։ Եվ հիմա իմ համար հարց է առաջանում, տիկին նախարար, քանի պագի աշխատող են տանը նստած փող ստանում, որ չեն կարողանում գոնե ձեր փոխած գները ներբեռնեն Արմեդ համակարգի մեջ, եթե իհարկե դա Արմեդի գործառույթը չի։ Գուցե այսօր մի ձեր ընդունված տարբերակով վիդեո նկարեք եւ այս հարցերի պատասխանը տաք բնակչությանը։ Շնորհակալություն։